Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է Ուկրաինայի իր պաշտոնակցին ընդունել խաղաղության ամերիկյան պլանը, որը Կիևի կողմից զգալի, այդ թվում տարածքի ավելի քան 20%-ի զիջում է ենթադրում։ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում Դոնալդ Թրամփը հիշեցրել է տարեսկզբին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանն արած իր հայտնի արտահայտությունը, թե խաղաքարտերը Ուկրաինայի ձեռքում չեն։ Պարոն նախագահ, Զելենսկին ասել է, որ երկիրը երկընտրանքի առաջ է կանգնած, կամ գործընկերոջը կորցնել, կամ արժանապատվությունը։ Այսինքն նկատի ունեք, որ նա չի հավանել պլանը։ Ինչ ասեմ, նա ստիպված է հավանել այն, եւ եթե չի հավանում, ուրեմն պիտի շարունակեն կռվել։ Բայց եթե ձեր առաջարկը չընդունի, Միացյալ Նահանգները կհրաժարվի Ուկրաինային օգնելուց։ Դե ինչ-որ մի պահին այն ինչ-որ բան կընդունի։ Հիշում եք, Օվալաձև սենյակում ոչ շատ հեռու անցյալում ես ասացի, որ խաղաքարտերը ձեր ձեռքում չեն։ Ըստ մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված 28 կետանոց ամերիկյան ծրագրի Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկն անցնում են Ռուսաստանին եւ դե ֆակտո ճանաչվում ռուսական։ Խերսոնում եւ Զապորոժիում շփման գիծը սառեցվում է։ Տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի, դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Ուկրաինան նաեւ պարտավորվում է երբևէ չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը 880,000-ից հասցնելով 600,000-ի։ ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ չհարձակվել Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա։ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահն այդուհանդերձ զգույշ է արտահայտվել հնարավոր հանգուցալուծման շուրջ, շեշտել, որ Վաշինգտոնը խաղաղության հասնելու ճանապարհ է առաջարկել, բայց այն նախ պետք է հաստատի նախագահ Զելենսկին։ Երկրորդ համաշխարհայինից ի վեր նման բան չենք տեսել։ Երկու կողմից շաբաթը 6-ից 7,000 զինվոր է զոհվում, ու վերջը չի երևում։ Հիմա կարծում եմ նրանք մոտենում են հանգուցալուծմանը, բայց կանխատեսումներ չեմ ուզում անել։ Թրամփի այս հայտարարություններից առաջ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձով դիմել էր ժողովրդին, խոստովանելով, որ Ուկրաինայի նկատմամբ ճնշումը մեծանում է եւ երկիրը կանգնած է ծանր ընտրության առաջ։ Այժմ մեր պատմության ամենադժվարին պահն է։ Այժմ Ուկրաինայի նկատմամբ ճնշումը ամենածանրն է։ Այժմ Ուկրաինան շատ դժվար ընտրության առջև է կանգնած։ Կամ կորցնել մեր արժանապատվությունը, կամ կանգնել մեր առանցքային գործընկերոջ կորցնելու ռիսկի առաջ, կամ այս դժվարին 28 կետերը, կամ չափազանց դժվար ձմեռ, ամենադժվարինը գումարած հետագա ռիսկերը։ Այդուհանդերձ Զելենսկին խոստացել է կառուցողական լուծումներ փնտրել ամերիկացիների հետ։ Ես կներկայացնեմ մեր փաստարկները, ես կհամոզեմ ու այլընտրանքներ կառաջարկեմ, բայց մենք վստահաբար մեր թշնամուն առիթ չենք տա ասելու, որ Ուկրաինան խաղաղություն չի ուզում եւ խոչընդոտում է գործընթացը, կամ որ Ուկրաինան պատրաստ չէ դիվանագիտական աշխատանքի։ Անդրադառնալով ամերիկյան խաղաղության պլանի շուրջ քննադատություններից ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը X-ում 3 պայման է առանձնացրել. Այրունահեղության դադարեցումը, պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, երկու կողմերի համար ընդունելի լինելու հանգամանքն ու պատերազմի վերսկսումը չեզոքացնելու հնարավորությունը։ Վենսը քննադատներին երևակայական աշխարհում ապրողներ է կոչել, պնդելով. անիրատեսական է հավատալ, որ ավելի շատ փողը, ավելի շատ զենքը կամ ավելի շատ պատժամիջոցները հաղթանակի կհանգեցնեն։ У нас этот текст есть. Խաղաղության պլանն ամերիկյան վարչակազմը փոխանցել է նաև ռուսական կողմին։ Երեկոյան այդ մասին Անվտանգության խորհրդի անդամների հետ հեռավար հանդիպմանը հայտարարեց նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության ողջունելով Վաշինգտոնի ծրագիրը։ Կարծում եմ, որ այն կարելի է օգտագործել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց մանրամասները դեռ մեզ հետ չեն քննարկվել։ И могу предположить, почему. Причина Եվ կարող եմ գուշակել, թե ինչու։ Պատճառը ենթադրում եմ նույնն է։ Ամերիկյան վարչակազմը դեռ չի ստացել Ուկրաինայի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է սրան։ Украина против. Պուտինը միաժամանակ սպառնաց, ասելով, եթե Կիևը չի ուզում քննարկել նախագահ Թրամփի առաջարկը, ապա մեջբերեմ նրանք եւ պատերազմ հրահրող եվրոպացիները պիտի հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածը կկրկնվի ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում։ Մեջբերման ավարտը։ Մոսկվան պնդում է, որ գրավել է Կուպյանսկը, թեև Կիևն առայժմ չի հաստատել դա։ Միգուցե ոչ այնքան արագ, որքան մենք ցանկանայինք, բայց կրկնությունը անխուսափելի է։ Нам бы того хотелось, но неизбежно это будет повторяться. И в целом нас это устраивает, поскольку ведет к достижению целей СВО.
Մեզ այս իրավիճակը ձեռնտու է, քանի որ հանգեցնում է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացմանը, բայց ինչպես ասել են բազմիցս, մենք նաև պատրաստ ենք խաղաղ բանակցությունների եւ խաղաղ լուծման։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ առաջարկվող պլանը մանրակրկիտ քննարկվի։ Մենք պատրաստ ենք դրան։ Требует, конечно, предметного обсуждения всех деталей предлагаемого плана. Мы к этому готовы. Իսկ ինչպես են ուկրաինացիներն արձագանքում ամերիկացիների առաջարկին, Ազատության ուկրաինական ծառայությունը զրուցել է Կիևի բնակիչների հետ։ Սա խաղաղության ծրագիր չէ, այլ կապիտուլյացիայի ծրագիր է։ Սա անընդունելի է։ Ինչի մասին եք խոսում, ոչ մի դեպքում։ Սա ամբողջությամբ անիրատեսական է։ Ընդհանուր առմամբ այդ 28 կետերից հավանաբար 27-ը Ուկրաինայի նախագահին չեն վերաբերում։ Դա պետք է Ուկրաինայի ժողովուրդը որոշի։ Խորհրդարանը, զինված ուժերը պիտի որոշեն։ Սա սխալ է, չնայած մեծ հաշվով որոշ փոխզիջումներ ամեն դեպքում պետք է անել։ Це наше право, оскільки нам мати Մեր իրավունքն է, թե ինչ քանակի զինված ուժեր ունենանք, ինչի կազմում լինենք։ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, նույնիսկ Ամերիկան։ Մենք ինքներս պետք է որոշենք։ Не хочу навіть про це думати, тому що ми не можемо поступитися. Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այս մասին, քանի որ մենք չենք կարող հրաժարվել մեր հողի որևէ կտորից։ Սա ամրագրված է օրենսդրական մակարդակով։ Նրանք խախտել են բոլոր հնարավոր միջազգային նորմերը, որոնք գոյություն ունեն։ Մենք պետք է կանգնենք մինչև վերջ։ юридично ми не маємо права визнавати окупацію. Իրավական առումով մենք իրավունք չունենք ճանաչելու օկուպացիան, ոչ մի պարագայում։ Զինված ուժերը չպետք է կրճատվեն։ Նրանք մեր միակ երաշխավորն են այսօր։ Ցանկացած թուղթ ոչինչ չարժե մեր ագրեսիվ հարևանի դեպքում։ У випадку з нашим агресивним сусідом нічого не варті. Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ Կիևը Վաշինգտոնի հետ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության ծրագրի շուրջ։ Համաձայն նախագահի հրամանագրի հաստատվել է ուկրաինական պատվիրակության կազմը, որը բանակցություններ կվարի Միացյալ Նահանգների, այլ միջազգային գործընկերների ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը կղեկավարի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Եռմակը։ Պատվիրակության կազմում ընդգրկված Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը Telegram-ում հայտնել է, որ բանակցությունները կանցկացվեն Շվեյցարիայում։